Մեր գործերը արագ չեն գնում, երբ որ մենք ենք դատի տալիս ձեր իշխանության աջակիցներին մեզ վիրավորելու, զրպարտելու համար, այդ գործերը քնած են։ Եկեք վիրավորելուց մի խոսեք, երեք նայել եմ ձեր բանը, ռեպորտաժը հենց Գյումրիից, ֆանտաստիկ էր, այն որ այնտեղ ինչ որ չգիտեմ ինչ շայկա էր հավաքված, հա, ուղիղ եթեր էր, բաներ, տենց ասում եք, ինչ եք ասում Վահագն Ալեքսյան։ Գյումրեցիներ են, ընտրողներ են։ Ես գյումրեցիներ են, 3 միլիոն վարչապետերից են։ Սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ դուք այդ կիսակրիմինալ բանդայի, այդ ոստիկաններին ամենավերջի սեռական բնույթի հայհոյանք տվող կին կոչվածների եւ մնացածի այդ բանը ներկայացման կարիքը չունեք եւ դուք շատ տարբեր եք ու Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ այդ քֆուրչի, չգիտեմ ինչ, զանգվածը ժողովուրդ ջան ձեզ չի ներկայացնում, հավատացած եղեք, ես դրանով եմ։ Չի զանգվածը ձեր հայրենակիցները, չէ՞, պարոն Ալեքսյան։ Իհարկե մեր հայրենակիցներն են։ Այդպես տողանջատում, առանձնացում Փաշինյանն էր որոշ բաժանում քֆուրին նմանվող բառապաշար օգտագործում, պարոն Ալեքսանյան, ասենք Որն էր քֆուրի նմանվող բառապաշարը։ կրկնեմ հեն ասեցին գործընկերները, շիները, դոմփելը։ Պարոն Ալեքսանյան, Դե տեսեք, բայց դա էլ չէ, մի վարքյան էլի, դե որտեվ ձեր գործընկերներն են, մեղավոր ինչ ասեմ, շինելն ու դոմփելը հարգելի գործընկերներ են։ Շանակում է կառուցել եւ Ամեն դեպքում ինձ թվում է դուք էլ որպես կին ու որպես լրագրող շատ ուրախ կլինեիք, եթե այդ Գյումրում հավաքված այդ մի քանի 100-200 հոգանոց զանգվածը այդ սեռական բնույթի հայհոյանքների փոխարեն օգտագործել, շինել եւ դոմփել բառապաշար։ Իդեպ խստորեն, դե եթե սեռական բնույթը ավելի լավ էր, հա, այդ ուղիղ սեռական բնույթի հայհոյանքները։ Իդեպ խստորեն դատապարտում եմ նաև խստորեն դատապարտում եմ նաև ընդդիմադիր լրագրողներից մեկի հասցեին այդ նույն զանգվածի կողմից հնչեցված հայհոյանքներ։ Տեսեք, ես նախապես ասեմ, որ կարծում եմ, որ եւ օրենքները դա ենթադրում, որ կաշառակերը պետք է լինի իր տեղում նկատի ունեմ, հա, մեղադրյալի աթոռին, եթե դատարանի որոշում կա, դավաճանը եւ մնացած բոլորը, ովքեր օրենք են խախտել։ Բայց տեսեք, երբ որ մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների, նույն իրավապանների, հա, բացահայտումների արդյունքում, օրինակ մեղադրվում են որոշակի հանցանքների մեջ, նրանց ասֆալտին չեն փռում, Բայց Վարդանիկին էլ չեն փռել ասֆալտին։ Սիրուն ժպտալով, վազելով գնում էր նստեր մեքենան, ի՞նչն են փռել։ Տեսեք, իրեն օրինակ չեն հրավիրել, փաստաբանը եւ ինքը հայտարարում է, որ չեն հրավիրել։ Եվ հետեւաբար մարդկանց մոտ մեծ կապ ունի։ Եթե հրավիրեն չգնաց, շատ մարդը, բայց դուք ես չեմ հասկանում, դուք ինչ եք Վարդան հարցը ավարտել։ Ղուկասյանի տեղը ձեզ վացքում, երբ որ մարդը ուրախ, ժպիտով, շատ բան տենց Վարդան Ղուկասյանի տեղը դե վազելով գնում էր մեքենա նստել, բայց ինչ բռնությունա տեղի ունեցել, ինչա տեղի ունեցել։ Բա խնդիրը հոստացել Վարդան Ղուկասյանին պաշտպանել, ես իր մասով բացարձակապես վատ չեմ զգում, բայց իմ հարցը հետեւյալումն էր. ինչու իշխանության ներկայացուցիչների պարագայում նույն ձև իրավապանները չեն արձագանքում։ Օրինակ, ասենք Երևանի նախկին փոխքաղաքապետի, ձեր այն ազգային հերոսի վերաբերյալ եւ այլն, ովքեր Չէ, մի վարքյան էլի ում դեպքում տենց չեն արձագանքում կոնկրետ օրինակ բերեք ու ինչ նկատի ունեք, այդպես չեն Երևանի արձագանքում։ փոխքաղաքապետը երբ որ կալանավորվեց, Գևորգ Թամամյանն է։ Սիմոնյան։ Հա, կալանավորվեց, Հա, նկատի ունեմ օրինակ իրավապանները ինչի չմտան, տենց բայց ոնց մտնեին։ ոնց մտան Գյումրու Բայց քաղաքապետարան։ շատ նորմալ մտան Գյումրու քաղաքապետարան, ուրիշ բան, որ այնտեղ հավաքվեց մի զանգված, որը սկսեց ոստիկաններին, Որովհետեւ չէ, մի վարքյան, ինչ կապ ունի չեն հրավիրել։ Ժողովուրդ չեն կարող բանը հարսանյաց տունա քննչական կոմիտեն, որ մարդուն պետքա պարտադիր հրավիրեն, բայց քննչական գործողություններ ունեն մարդիկ անելու։ չի գցեցին գետնին։ Քննչական գործողություններ ունեն մարդիկ անելու, այդ թվում եւ պետքա զննություն իրականացնեն, պետքա ապացույցներ ման գա։ Այդ որած մեկ ծանուցում չեն ուղարկել, ուրեմն գործի համար գուցե կարեւոր է եղել, որ մտնեն ու անսպասելիության էֆեկտը նաեւ անսպասելիության էֆեկտը նաեւ օգտագործելով կարողանան անալ։ Մենակ դա այդ ոնց որ դիմադիրների պարագայում է լինում։ Չէ, մենակ ընդդիմադիրների պարագայումը չգիտեմ, բայց գիտեմ, որ ցանկացած մի պարագայում, երբ որ հավաքվի ինչ-որ մի խառնամբող, որը սկսի ընդդիմադիր լրագրողներին, ոստիկաններին, ամենավերջին բառերով հայհոյել ու փորձել։ Ես էլ եմ դատապարտում, դե բա ասում եմ, այդտեղ խնդիրը, ժողովուրդ ջան, այնա, որ եթե Վարդան Ղուկասյանը նորմալ դուրս գար, նորմալ դուրս կգա։ Կանչեիք դուրս գար, ասած դրան։ Ես էլ ինչ բան եմ ասում։ Օչուբաևը ինչ էր արել, որ տես հրապարակային։ Եկեք պարիցետը հարկի Ես վստահ եմ, որ հարկատուները հասկանում են պահի կարևորությունը եւ այդ դուրն ու լուսամուտը կվերանորոգվի։